Ողջույն։ Փաշինյանը մեծ համոզմունք ունի, որ 2026-ի ընտրություններում ժողովուրդը դարձյալ իրեն է ընտրելու։ Այդ մասին է հայտարարել։ Հարցին թե ինչու, պատասխանում է, որովհետև խաղաղություն ենք բերել, որովհետև ժողովրդի հետ օրգանիկ կապի մեջ ենք։ Ասում են, բա խոստումները չեք կատարել։ Պատասխանում է, ամենակարևորը այդ օրգանիկ կապն է։ Փորձենք հասկանալ, որքանով է իր այդ մեծ համոզմունքը արդարացված եւ ի վերջո ում է ուղղված իր խոսքը։ Նախ ամբողջ աշխարհում էլ այդպես է, որ գործող ղեկավարները, որ մասնակցում են ընտրություններին ու պարտվում են, ինչ էլ լինի, նախապես հայտարարում են, որ հաղթելու են։ Սաակաշվիլին էլ ուներ նման վստահություն, Սարկոզին էլ ուներ նման վստահություն, բայց պարտվեցին։ Ասում եմ, 2021 թվականին խոստացել եմ խաղաղություն ու բերել եմ։ Փողոցային հարցումների ժամանակ Facebook-յան էջերում, Նիկոլի Facebook-յան գրառումների տակ արձագանքում են մարդիկ, որ ցույց տուր խոստում, որ կատարել ես 2018 թվականից ի վեր։ Փաշինյանն ասում է խաղաղություն։ Քաղաքացին հակադարձում է. դու 2018 թվին այլ բան էիր խոստանում։ Դրանից ոչ մեկը չես արել։ Հետո պատերազմը դու ես բերել։ Հետո խոստացել ես համ խաղաղություն, համ Շուշի ու Հադրութ հետ բերում։ Համ խաղաղություն ես բերելու խոստացել ես, համ Արցախի անվտանգության երաշխավորն ես լինելու։ Համ խաղաղություն ես բերելու, համ Արցախի ինքնորոշումը ճանաչվելու է։ Ծրագրային խոստումը էդ էր։ Դուք խոստացել եք համ խաղաղություն բերել, համ թոշակը բարձրացնել։ Ժողովուրդն ասում է, դու խոստացել ես, որ համ խաղաղություն լինի, համ գնաճ չլինի, համ խաղաղություն լինի, համ նվազագույն աշխատավարձը կրկնապատվի կամ էլ եռապատվի, լիք խոստումներ ես տվել։ Դու այդ գործընթացները խոստացել ես միաժամանակ, բայց ոչ նրանք կամ ոչ խաղաղությունն է խաղաղության նման։ Երկրի կեսը հանձնելով խաղաղություն կներեք, բայց մտավոր ամենալուրջ խնդիր ունեցողներ կարող է բերել։ Ընդ որում, մենակ հենց իրենք կբերեին նման կարգի խաղաղություն։ Գերմանիայի կանցլերն ասում է, Գերմանիայում այլևս խաղաղ չէ։ Գերմանացիների հավաքի արի Հայաստան։ Այստեղ մի այլ կարգի խաղաղություն է, սաղ Եվրամիությունը կերազի։ Այնքան խաղաղ է Հայաստանը, որ հեսա 300,000 ադրբեջանցի փախչելու է իրենց երկրից, գա Հայաստանում ապրելու։ Բայց Նիկոլին նաև հարց է տալիս ժողովուրդը. այդ խաղաղությունը ո՞նց ես բերել։ Ալիևի ագրեսիվ ելույթներն ու Նիկոլի վախվորած հարցերը Մակամբյոնից խաղաղություն են։ Ասում է խաղաղությունը երեխա է, որը հիվանդանում է։ Քո խաղաղությունը ինվալիդ խաղաղություն է, իծն է, չբուժվող հաշմանդամ։ Ամեն օր ասում է հանրությունը, եթե խաղաղություն է, ինչու ես օրը 24 անգամ ասում։ Բայց թողեք մենք մեր մաշկի վրա զգանք դա։ Այնտեղ Ալիևն ասում է կապիտուլյացիա, Զանգեզուրի միջանցք, ասում է մի լսեք նրան, խաղաղություն է։ Ձեզ եք համոզում, մեզ չէ։ Քաղաքացին հարցնում է. 600 էջ խոստում եք տվել, որից ընդամենը 1 էջն է եղել խաղաղության մասին, մի էջը եղել է ասֆալտի մասին, մյուս 598 էջը անգամ մոդել չեք կատարել։ Ասել եք մանդատ տվեք, ձեզ փոսից կհանեմ, հիմա ասում եք հանել եմ մայրուղու մեջտեղը, անցնող դարձողը վրայերթի է ենթարկում։ Երեք քաղաքացիները հիշել էին Նիկոլի ելույթը, որ ես հաճախ եմ հիշում։ Հայաստանում այլևս ոչ մեկ զենքով հարց չի լուծելու։ Բա ընդդիմադիր համայնքապետին ինչու սպանեցին։ Ընդ որում, բռնության դեմ խոսողները ամբողջ թիմով, ֆեյքերով, կուսակցական ընտանեկան լրատվամիջոցներով լծվել են սպանությունը արդարացնելու։ Թե բա ընկերոջ վրեժն է լուծել, աղբոր վրեժն է լուծել, պետք է ազատ արձակվի։ Սրբացնում, աստվածացնում են վրեժը, բայց սխալ տեղ եք մտնում։ Մարդ, թիմ, որոնց վրա 5000-ի արյուն կա, որ որփացրել են ընտանիքներ, գերդաստաններ, զավակ են խլել ծնողից ու ծնող են խլել զավակից, պարկեցրել են եռաբլուրի հողի տակ, վրեժը փառաբանելուց առաջ կարծում եմ պետքա լավ մտածեն։ Երբ դուք ասում եք եղբոր կամ ընկերոջ վրեժն է լուծել, քանի հազար եղբայր ու ընկեր եք տարել Գյուլի բերան։ Ասում են կախվողի տանը պարանից չեն խոսում։ Վրեժը ջին է, շշից բաց մի թողեք, մի արդարացրեք սպանությունը։ Բայց քանի որ անդրադարձանք Փարաքարի համայնքապետի թեմային, մի հարց ունեմ։ Իրավապահները գիտեին, որ հնարավոր է այսպիսի բան լինի։ Ինչով էին զբաղված։ Այս ընթացքում տեսանք մարդկանց կալանավորեցին, թե բա Նիկոլի դեմ մահափորձ էին ուզում անել, ուսապարկերի տան մոտ խաղալիք ռումբեր էին դրել, Նիկոլի կլիենտ Արամ Սարգսյանի դեմ մահափորձ էին պատրաստում։ Հիմա ցույց տվեք մի դեպք, որ հասարակ մահկանացուների դեմ հարձակում ու կրակոցեք դուք կանխել։
Քննչականի պետը, որ գնում է պետական եթեր ու վրեժից է խոսում, ինչ է արել կանխելու համար։ Դա էլ հո սրբազանի խոսակցություն չէ, որ կտրեք, կպցնեք տարբեր խոսակցությունների ու փակեք որպես ահաբեկչի։ Նոր բան չեմ ասի, ամբողջ իրավական համակարգը աշխատում է մեկ հոգու անվտանգության համար։ Ձեր վերահսկողության գոտում սպանություններ են եղել, որը կարող եք կանխել։ Այս կրիմինալը տեսնելով պետքա նորից վստահության քվե տան։ 2018 թվականի մայիսին եկել եք իշխանության ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ լոզունգով։ 22 թվականից բազմաթիվ տուգանքներ հարկ ու տուրք եք ավելացրել։ Այդ ինչ օրգանական կապով են համաձայն, կասեք։ Մարզերում խոստացել եք անվտանգություն, բայց տնից հանել եք, թուրքին եք նստեցրել իր տեղը։ Այդ ինչ օրգանական կապով են համաձայն դրանք, կասեք։ Վերընտրվելու համար կարևոր պայման է խոստացածներից ու արածներից ցանկը ներկայացնելը։ Քեզ մոտ դատարկ է, կիսատ պրատ ասֆալտ ու խորը հաշմանդամ խաղաղություն։ Կատարածների տեղն է դատարկ, իհարկե, խոստումների տիղը բոլ է։ Այդ խոստումների մեջ էր հավաքած հարկերը խնայելով ծախսելը։ Այսօր կարդում ենք սեպտեմբերի 25-ին Մոսկվայում գիշերել է 20-ից 25,000 դոլարանոց հյուրանոցային համարում։ Բահա, ձեզ էլի կվստահի ժողովուրդը, որ էլի քամուն տակ բյուջեն, հարկատուների փողերը։ Նորայրը, որ Նիկոլին է ընտրել 2018-ին, 2021-ին, հիմա հարցնում է, 2018-ին խոստացածները չես արել, 21-ին խոստացածները չես արել, հիմա էլ խոստանում ես 26-ի համար, որ էլի չես անելու։ Ջոկել է, որ խոստանում է, չի կատարվում, վերընտրվում է, նույն սխեման է փորձում։ Խոստանամ, չանեմ, մի բան խափեմ, կվերընտրվեմ մոդելն է։ Նիկոլի Facebook-յան գրառումները, տեսանյութերը, ելույթները մեր մշտադիտարկման տակ են։ Տեսնում ենք, որ ցանցերում երբեմնի աներկբա վստահությունը փոխարինվել է հայհոյանքով, անթիվ անհամար, անգամ ջնջելով չեն հասցնում։ Մարդիկ անգամ բովանդակային վեճի մեջ չեն մտնում, ուղղակի հայհոյում են, հենց տեսնում են դեմքն ու անունը։ Դա համատարած վերաբերմունք է, ու նա գիտե այդ մասին։ Եթե ունենար ժողովրդի աջակցությունը, հարցերը կլուծեր այնպես, ինչպես լուծում էր 18-ից 19 թվականներին, փողոց փակելով, դատարան շրջափակելով, ազգային ժողով շրջափակելով։ Ինչքան էլ բարձր գոռան, ունեն ընդամենը փոքրամասնության աջակցություն, որոնք ըստ էության կապված են կուսակցական թելերով, պաշտոնյական թելերով, համատեղ հանցանքներով, կոռուպցիայով ու մի քիչ էլ մոլորվածներ, ու դեռ հավատացողներ կան, կարծում եմ։ Մյուսները, ովքեր հիմա եթե անգամ չեն արձագանքում, լուռ են, բայց կատաղած են, սպասում են ընտրատեղամաս գնալու, որ ՔՊ-ին մերժեն։ Տեքստը թե մեզ ձայն են տալու, որովհետև խոսելու ենք խաղաղությունից, քվե բերող չէ, խաղաղությունից բոլորն են խոսում, սոցիալական արդարությունից էլ, եթե Նիկոլը կարողանար դրանք բերեր, մոտ 8 տարի իշխանության կբերեր, ոչ թե ամեն ինչ պռավալ կտար ու կասեր պետք է մի երեխային տամ դևն ուտի, որ մյուսին չուտի։ Դու այդպես մյուսին էլ չես փրկելու, դևը միշտ է սոված։ Նիկոլը խաղաղություն բերող չէ, բոլորն են հասկանում։ Պատերազմ այո, կարող է 7 տարում 3 հատ բերել է։ Կարճ ասած, որ ասում է վստահություն ունեմ, որ ընտրվելու եմ, նա գիտի այս իմ թվարկածները վստահաբար, եւ ուրեմն ում համար է ասում։ Ժողովրդի համար հաստատ ոչ։ Նա ընդհակառակը վերջին 1-2 տարում անգամ հանդես է գալիս հակապոպուլիստական ելույթներով ու քայլերով, ինչպիսիք են եկեղեցու վրա գրոհը, Արարատը ջնջելը, Արցախի հանձնում արդարացնելը, նախկինում լրիվ հակառակներ ասում։ Նա իմ կարծիքով ավելի շուտ դիմում է երկու ուղղության։ Մեկն իր էլիտակոչվածն ու տասովշիկներն են, որ պետք է աշխատեն, ձայն բերեն, մեկ պետական ապարատի չինովնիկներն են, որոնց նա համոզում է ոտքները կախքցել, ուրիշների հետ չպայմանավորվել, այլ պայքարել վերարտադրման համար, մեկ ուժային կառույցներն են, որոնք նրան պահում են ատամներով, իհարկե այս ամենը նրան աջակցում են փողի, պաշտոնի դիմաց։ Իսկ մյուս ուղղությունը կարծում եմ թուրք-ադրբեջանական կողմն է։ Նրանց է հերթական անգամ հաճոյանում, թե ես ասում եմ ձեր երազած ֆրազները։ Նման բան երբեք չեր անի Հայաստանի ոչ մի կառավարություն ու չի անելու ինձանից հետո։ Ես ձեր երազած իշխանությունն եմ։ Ինձ օգնեք, պահեք։ Նիկոլի խոսքը կարծում եմ ուղղված է նրանց, ոչ ժողովրդին։